Включаем запись, продолжаем. Միացնում ենք։ Хорошо, мы обсудили жизнь Лютера до его паломничества в Рим. Շատ լավ։ Մենք քննարկեցինք Լյութերի կյանքը մինչև նրա դեպի Հռոմ ուխտագնացությունը։ Он духовно развивается, Նա հոգեորապես աճում էր, он уже, можно сказать, стал уже экспертом не просто богословия, но и еще նա экспертом католичества. նա արդեն ոչ թե միայն դարձավ գիտակ կաթոլիկության, այլ աստվածաբանության։ Он уже понимает и знает систему изнутри. Նա արդեն համակարգը ճանաչում է ու հասկանում է ներսից։ Он ценит своего наставника Штаупица очень сильно. Նա իր հոգևոր խնամակալին Շտաուպիցին գնահատում է շատ ուժեղ։ Потому что он видит очень многих других плохих наставников. Որտեվ շատ ավելի վատերին է տեսնում, И он начинает видеть, какие серьезные проблемы в церкви на всех уровнях. եւ տեսնում է թե ինչ լուրջ խնդիրներ կան եկեղեցում բոլոր մակարդակների վրա։ В 1514 году его ставят проповедником Виттебенской церкви. 1514 թվականին նա նշանակվում է որպես քարոզիչ Վիտենբերգի եկեղեցում։ Церковь называется имени Марии. Եկեղեցին Մարիամի անունով է։ Он проповедует несколько раз в неделю обычно. Եվ այնտեղ նա սովորաբար քարոզում է շաբաթական մի քանի անգամ։ Он несет священнические обязанности, то есть он принимает исповеди от других. Նա կատարում է քանական պարտավորություններ, այսինքն խոստովանություն է ընդունում։ И потому что Штаупис к нему очень хорошо относился, он чувственный к людям. Եվ քանի որ Շտաուպիցը իրեն լավ էր վերաբերվել, դա փոխանցվում է նաև իր միջոցով մնացած մարդկանց։ Он близко контактирует с ними и познает их нужды. Նա մոտիկից շփվում է մարդկանց հետ, որպեսզի ճանաչի իրենց կարիքները։ И он начинает их любить. Եվ նա սկսում է իրենց սիրել։ Также в 1515 году он назначен надзирателем 11 монастырей. Եվ նա նաև 1515 թվականին կազմակերպչական որպես հետևորդ դիտորդ դրվում է 11 վանքերի վրա։ То есть его ответственность ездить в эти монастыри в глубинке и смотреть, что там. Այսինքն իր պատասխանատվությունը սա էր՝ գնալ այդ մենաստանները, այդ վանքերը եւ տեսնել թե ինչ է այնտեղ կատարվում։ Решать проблемы административные там. Եվ այնտեղ կազմակերպչական հարցերով զբաղվել։ Молиться за монахов, которые там ведут служение. Եվ աղոթել այն վանականների համար, ովքեր այնտեղ ծառայում էին։ Да, и здесь он близко контактирует с духовенством, как начальник, и познает их нужды. Եվ այստեղ նա շփվում է հոգևորականության հետ անձնապես, որպեսզի ճանաչի իրենց կարիքները։ Да, у людей, у которых есть образование, есть свои проблемы. Այն մարդիկ, ովքեր ունեն կրթություն, իրենք էլ իրենց խնդիրներ ունեն։ Одна из этих проблем — это оторванность от реалий обычного человека. Խնդիրներից մեկը այն է, որ նրանք կտրվում են շատ հաճախ իրական մարդկանց խնդիրներից։ И также непонимание людей, с которыми человек работает. Եվ նաև այն մարդկանց, ում հետ որ նա աշխատում է, իրար մեջ արդեն չհասկանալն է դառնում խնդիր։ Когда студент учится, он думает, что ему рассказывают вещи, которые все знают. Երբ որ սովորում է ուսանողը, մտածում է, որ իրեն պատմում են այնպիսի բաներ, որոնք որ բոլորը գիտեն։ Он думает, что ему дают богословие церкви, которое у церкви уже есть. Նա կարծում է, որ նրան տալիս են եկեղեցական աստվածաբանությունը այնպիսին, ինչպիսին դա կա։ Он думает, что практики церкви, которым ему учат, они уже применяются. Եվ կարծում է, որ այն ինչ որ սովորում է, գործնականում եկեղեցում արդեն կիրառություն ունեն։ Да, и естественно получается шок, потому что реальность совсем отличается от теории. Եվ բնականաբար նրանք շոկի են ենթարկվում, որովհետև թեորիայից, տեսականից իրականությունը շատ է տարբերվում։ Богословие в академии совсем другое, как богословие в церквах. Որովհետև ակադեմիական աստվածաբանությունը եկեղեցական աստվածաբանությունից շատ է տարբերվում։ Լրիվ ուրիշ բան է։
Уровень понимания совсем другой. Հասկացողության մակարդակը լրիվ ուրիշ է։ И когда человек, как студент, он только получает, он не передает, он этого не видит. Եվ երբ որ ուսանողը գտնում է այն դիրքում, երբ նա միայն ստանում է եւ ոչ թե փոխանցում նաեւ, նա դա չի տեսնում։ А здесь ему надо передавать, ему надо объяснять другим. Իսկ այստեղ արդեն նա պետք է ոչ միայն հասկանալ, նաեւ փոխանցի սովորեցնի ուրիշներին։ И он видит, что он не может объяснить людям благодать Божью, потому что они даже не знают Писаний. Եվ նա արդեն հասկանում է, որ անգամ չի կարող Աստծո շնորհքը բացատրել մարդկանց, որտեվ նրանք տեղյակ չեն խոսքից դա։ Они живут суевериями, Նրանք սնոտի բաներով են ապրում, всякими там приметами, заклинаниями, заколдовыванием. ինչ որ կախարդական, հա, բառերով, բառակապակցություններով, հասկացողություններով։ Люди боятся абсолютно всего. Они боятся погоды, звуков, снов. Մարդիկ բացարձակ ամեն ինչից վախենում են, եղանակից, ձայներից, Они живут в страхе, ապրում են ընդհանրապես վախի մեջ, они боятся Бога, վախում են Աստծուց и про Него почти ничего не знают. եւ իր մասին համարյա ոչ մի բան չգիտեն։ И он видит это в своей церкви в Виттенберге, Եվ նա իր եկեղեցում Վիտենբերգում դա տեսնում է, но потом он едет в монастыри и понимает, что там ситуация не намного лучше. եւ հետո գնում է վանք եւ տեսնում է, որ այնտեղ իրավիճակը այնպես չի, որ ավելի լավ է։ Что если он, допустим, вот здесь, в своем понимании, Որ օրինակ, եթե նա այստեղ է գտնվում իր գիտակցության մեջ, миряне вот здесь, մնացած այստեղ, а монахи чуть-чуть выше. սովորական եկեղեցու անդամները այստեղ, ուղակի վանականները մի փոքր նրանցից բարձր։ И все это очень тяжело. Եվ այդ ամեն ինչը իր համար շատ ծանր է։ Потому что когда он объясняет, когда он дает ответы духовные, они не воспринимаются. Որովհետև երբ որ նա բացատրում է, երբ որ տալիս է հոգևոր պատասխաններ, дրանք չեն ընկալվում։ Они забываются. Դրանք մոռացվում են։ Он одну и ту же доктрину вынужден объяснять много-много раз одному и тому же человеку. Նա նույն մարդուն, նույն վարդապետությունը բազմաթիվ անգամներ է ստիպասիրում բացատրել։ И с одной стороны, это облегчает его личные переживания, Եվ մի կողմից դա իր անհանգստությունները մի փոքր թեթևացնում է։ да, Штаупис был прав. Այո, Շտապիցը ճիշտ էր։ Нельзя просто на себе все время фокусироваться, в себе вариться. Ճիշտ չի միշտ քո վրա կենտրոնանաս եւ տատանումը քո վրա լինի։ Нужно направлять свое внимание, служить другим людям, и тогда самому легче со своими проблемами. Պետք է ուղղել քո ջանքերը ուրիշներին ծառայելու համար եւ դրանից հետո արդեն ավելի լավ կլինի։ Да, но здесь у Лютера в пасторстве рождаются новый класс тоже очень серьезных переживаний. Եվ այստեղ էլ հովական գործի ընթացքում Լութերի մոտ նոր դասակարգ է հայտնվում անհանգստությունների։ Он также сильно начинает заботиться о душах своих подотчетных, как он переживал о себе. Նա սկսում է իր ենթակաների հոգիների անվտանգության մասին այնպես մտածել, ինչպես որ ժամանակին իր մասին էր մտածում։ Он видит в других людях свои же переживания. Все средневековые люди это испытывают. Նա բոլոր մարդկանց մեջ տեսնում էր այդ նույն անհանգստությունները, որ ինքն էլ էր ապրել, որովհետև ընդհանրապես միջնադարյան այդ հասարակությունը բոլորն էլ ապրում են այդպիսի զգացողություններ։ Да, у него просто особо острый случай. Ուղղակի իր մոտ կոնկրետ իր դեպքը շատ սուր դեպք էր։ Но в тревожности живут все боятся Бога. Բայց վախի մեջ բոլորն էին ապրում, ընդհանրական երևույթ էր դա։ Բոլորը вախում էին Աստծուց։ И никто не знает Божьей благодати. Ոչ ոք չգիտի Աստվածային շնորհքը։ И вот эта любовь к душам людей делает его агрессивным. Եվ այդ սերը մարդկանց հոգիների նկատմամբ դարձնում է իրեն ագրեսիվ։ Потому что последующие диспуты по доктрине это уже не решение его личных проблем. Որովհետև հետագայում արդեն հանդիպող բանավեճերը աստվածաբանական արդեն իր խնդիրների լուծման համար չեն։ Это не академический спор. Դա ակադեմիական բանավեճ չի։
Это вопросы спасения душ его овец. Դա արդեն հարց է ը, իր ոչխարների հոգու փրկության Мгм. հարցն է։ Люди в его церкви иногда умирают. Մարդիկ իր եկեղեցում ժամանակ առ ժամանակ մահանում են И он вынужден иногда совершать похороны. եւ նա պարտավորված է ժամանակ առ ժամանակ կատարել թաղման արարողություն։ Ему приходится объяснять родственникам, где их любимые. Եվ նա ստիպված է լինում բացատրել հարազատներին, թե որտեղ է գտնվում իրենց սիրելին։ В его церкви умирают дети. Եկեղեցում մահանում են մարդիկ И ему надо объяснить родителям, где их ребенок. եւ այդ երեխաներն էլ, որոնք որ մահանում են, իրենց ծնողներն էլ երբ որ հարց էին տալիս, պետք է իրենց բացատրել, որտեղ է իրենց երեխան։ И он дает им стандартные ответы католические. Եվ նա իրենց տալիս է ստանդարտ կաթոլիկ պատասխաններ։ То есть как его научили, он знает, как правильно, и он это объясняет. Եվ այսինքն ինչպես էին իրեն սովորեցրել, ինքը գիտեր այդ ճիշտ ձևը, որ իրեն սովորեցրել են, այդպես էլ պատասխանում էր։ В чем проблема? Он не видит пользы в этом. Իսկ խնդիրը ինչու՞մն էր, որ նա դրա մեջ չի տեսնում օգուտ։ Да? То есть он не видит, что он дает людям настоящую надежду. Նա չի տեսնում, որ տալիս է մարդկանց իրական հույս։ Они также плачут. Իրանք նույն кերպ լացում են։ Они страдают, они переживают. Նրանք նույն կերպ տանջվում են, անհանգստացած են։ И он страдает и переживает вместе с ними. Եվ ինքն էլ իրենց հետ տանջվում է եւ մտահոգ է։ Да, и вот на этом фоне сейчас мы узнаем, как появились 95 тезисов. Եվ մենք հենց այս фоնի վրա կտեսնենք, քիչ հետո թե ոնց հայտնվեցին 95 իր թեզիսները։ Да, но я хочу, чтобы вы понимали, что состояние его души, чего он хотел. Եվ ես ուզում եմ, որ դուք տեսնեք իր հոգու կարգավիճակը, ինչ էր ինքը ուզում։ Для него вопросы богословские в первую очередь упирались в вопросы пасторской практики. Իր мոտ առաջին հերթին այդ աստվածաբանական հարցերը վերաբերում են հովվական գործնական ծառայությանը։ Мы немножко отступим, чтобы посмотреть политическую ситуацию. Մենք մի քիչ հետ կգնանք, որպեսզի տեսնենք քաղաքական իրավիճակը։ Да, был такой человек, Альбрехт Бранденбургский. Կար մի այսպիսի մարդ, Ալբրեխտ Բրանդենբուրգցի, Да. И в 1513 году он стал архиепископом Майнза. Եվ նա 1513 թվականին դարձավ Մագդեբուրգի արքեպիսկոպոսը։ И через год он стал архиепископом Майнца. Եվ մի տարի հետո էլ դարձավ Մայնցի արքեպիսկոպոսը։ Так, помимо церковных полномочий, он еще был кюрфюрстом и эрцканцлером Священной Римской империи. Сейчас объясню, что это. Եվ սրանց զուգահեռ նա հանդիսանում էր կյուրֆուրստ եւ կանցլեր, Սրբազան հռոմեական կայսրության համար։ Հիմա կբացատրեմ, թե ինչ պաշտոններ են սրանք։ И через 4 года он еще стал кардиналом в возрасте 28 лет. Եվ դրանից հետո էլ 1518 թվականին էլ 28 տարեկան հասակում դարավ կարդինալ։ То есть это человек, который собирал титулы. Այսինքն սա մարդ էր, ով ուղղակի տիտղոսներ էր հավաքում։ Потому что он был такой талантливый. Որտեվ նա այդքան տաղանդավոր էր։ Потому что у него была степень доктора богословия. Это вы вопросы зададите? Да, вопрос, да. Որտեվ ինքը դոկտորական աստիճան ուներ։ Потому что он был выдающимся пастором. Նա որովհետև ակնառու հովիվ էր։ Нет. Ոչ։ Он просто был из знатной семьи, и он скупал посты церковные. Քիչեր եւ ուղակի եկեղեցական պաշտոններ էր գնում։ Он их скупал как инвестиции, ожидая, что он потом получит прибыль с них.
Որպես ներդրում էր նայում ինքը այս եկեղեցական պաշտոններին, սпасելով հետո իր այս ներդրումներից գումարներ, եկամուտներ։ И каждый из этих постов стоит состояние, огромное состояние, Եվ այս դիրքերից ամեն մեկը եկեղեցական մի ամբողջ կարողություն արժեն, которые он платит папе римскому. որը ինքը վճարում է Հռոմի պապին։ Своих денег у него хватает только на первое назначение архиепископом Магдебурга. Մгм. Ինքը կարող էր միայն arczepiskopos լինել Մագդեբուրգի։ Все остальное он покупает в кредит. Մնացածը անգամ իր գումարները չեն հերիքում դրան, միայն առաջինն են հերիքում։ Մնացածը նա վարկով է гնում։ И где-то за 20 лет он должен вернуть этот кредит. Եվ մոտավորապես 20 տարվա մեջ պետք է այդ վարկը վերադարձներ։ И причем ему не выделили полную сумму кредита. Իդեպ նրան այդ վարկի ամբողջական քանակություններ չեն հատկացրել։ Ему пришлось часть кредита брать у папы и еще у всех своих друзей занимать деньги. Եվ նա այդ գումարը լրացնելու համար պապից այդ վարկի մասնակի, հա, այդ չափաբաժինը, որ պապը տվել էր, դա պետք է վերցներ։ Հետո մնացած գումարը լրացներ իր ընկերներից պարտքով գումար վերցնելով։ Он ездит по всей Европе и у всех просит: дайте мне много денег под процент. Եվ նա Եվրոպայով մեկ շրջում է եւ ասում է ինձ գումար տվեք, տոկոսով գումար տվեք։ В том числе он занял деньги у такого человека, которого звали Яков Фугер. Եվ այս մարդկանց մեջ էր նաեւ ումից որ պարտքեր վերցնում։ Այս մարդկանց մեջ էր նաեւ մարդ անունով Հակոբ Ֆուգեր։ Альбрех кажется очень глупым позанимать деньги у всех и остаться живым потом. Можно еще раз? Да, кажется очень глупым позанимать деньги у всех. Թվում է թե շատ հիմար որոշում է բոլորից այդքան շատ մարդկանցից գումար պարտքով վերցնելը։ Да, долг — это риск. Պարտքը որովհետև իրենից ռիսկ է ենթադրում։ И когда человек очень много занимает, ему другие уже стараются не давать деньги, потому что знают, что он в долгах. Որովհետև եթե մարդը շատ է վերցնում, շատ մարդկանցից է պարտք վերցնում, մնացածները աշխատում են այլևս չտալ, որովհետև գիտեն, որ նա ծանրաբեռնված է։ И в нормальной экономике никакой нормальный человек так бы не поступил. Եվ նորմալ տնտեսության մեջ ոչ մի նորմալ մարդ այդպիսի բան չեր անի։ И в нормальной экономике никто бы не дал столько денег в кредит человеку бездарному. Եվ այդպիսի մարդուն ոչ ոք նորմալ էկոնոմիկայի մեջ չէր կարող այդքան վարկ տալ։ То есть это не Илон Маск, это пиявка. Это не Илон Маск. Այստեղ Իլոն Մասկի մասին չի գնում։ Это просто пиявка, он просто административное кресло. Ուղղակի զբաղեցնում է մի կազմակերպչական պաշտոն, աթոռ, ինքը այնպեսի հարուստ չի ոնց որ Մասկը օրինակ։ То есть понятное дело, что он не собирается исполнять ответственности этих назначений. Այսինքն պասել բարձ է, որ նա այս ամեն ինչից հետո այդ պաշտոնները, որոնք ստանձնել է, դրանց պատասխանատվությունը չի կրելու, չի անելու այդ գործառույթը, որ ենթադրվելու է։ Он не будет следить за священниками в Магдебурге и в Майнце. Չի կարող լինել միաժամանակ Մագդեբուրգի եւ Մայնցի քահանաների հետ, հոգեորականների հետ միաժամանակ։ Он не будет исполнять ответственности энс-канцлера. Չի կարող энс-կանցլերի իր այդ պատասխանատվությունը կատարել։ Потому что просто нет времени на это. Որտեւ ուղղակի ժամանակ էլ չկա տենց բանի համար։ Эти титулы нужны ему просто как инвестиция. Այսինքն այս տիտղոսները իրեն ուղղակի որպես ներդրում էին անհրաժեշտ։ Да, значит, смотрите, в Священной Римской империи император избирался. Տեսեք, Սրբազան հռոմական կայսրությունում կայսրը ընտրվում էր։ И чтобы стать императором, надо было получить 7 голосов. Եվ որպեսզի դառնայր կայսր, պետք է քեզ 7 ձայն հավաքել։ Вот эти 7 людей, это назывался колледж избирателей. Եվ այդ 7 ձայները իրենք կազմում էին այդ քոլեջը, այսպես ասած, ընտրողների քոլեջ։ По-немецки кюрф. Եվ գերմաներեն դա հնչում էր կյուր։
И люди, которые в этом колледже, они называются Kurfürst. Եվ այն մարդիկ, ովքեր այդ քոլեջում են, Կյուրֆուրստ են անվանվում։ То есть по латыни, по-английски электор. Այսինքն ընտրող То есть լատիներենով, անգլերենով, тот, кто избирает. ընտրող։ Да. 3 голоса от церкви 3 ձայն եկեղեցուց и 4 голоса от немецких принцев. 4 ձայներ գերմանացի արքայազներից։ Да. И надо получить все 7 голосов, чтобы стать императором. Պետք է բոլոր 7 ձայներն էլ հավաքեր, որպեսզի դառնար կայսր։ Назначение архиепископом Майнцем включало в себя один из 7 голосов. Մայնցի արքեպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնելը իր համար արդեն իրեն ապահովում էր այդ մի ձայնը 7-ից 1-ը։ То есть это покупка не просто как инвестиция ради денег, это приобретение огромной власти. Այսինքն դա ոչ միայն ներդրում էր, այլ հսկայական ուժի իշխանության ձեռքբերում։ Потому что потом можно получить что-то от императора, что деньги даже не купят. Որովհետև հետո կարելի է կայսրից ստանալ մի բան, որ անգամ գումարով չես վաստակի։ Можно попросить у него защиту. Հնարավոր է խնդրել իրենից պաշտպանություն դրա համար։ Можно попросить у него замок. Կարելի է խնդրել արքունիք։ Можно попросить у него картины. Կարելի է նկար խնդրել։ Золото. Ոսկի։ Или ответственность в империи. Կամ էլ պատասխանատվություն։ Да, то есть это не просто где-то в иерархии, это на самом верху иерархии. Սա ոչ թե ինչ որ մի կետում էր իերարխիայի, այլ հենց ամենաբարձր կետներ։ Да, значит, мы обсудили, что в нормальной экономике это невозможно. Մենք քննարկեցինք, որ սովորական նորմալ տնտեսության մեջ դա հնարավոր չի։ Нормальная экономика так ресурсы не распределяет. Սովորական տնտեսությունը այդպես չի բաշխում իր ռեսուրսները։ Да, то есть в нормальной экономике деньги идут обычно в руки людей способных. Նորմալ տնտեսության մեջ սովորաբար գումարները գնում են ունակ, կարող մարդկանց ձեռքերը։ А люди, которые не умеют управлять, они теряют деньги. Իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն կարողանում կառավարել, ուղղակի կորցնում են ֆինանսները։ Да, значит, почему он смог так сделать? Ինչու նրան հաջողվեց այդպես անել։ Потому что продавали индульгенции. Որովհետև они продавали։ Да, да. Որովհետև իրենք կարողանում են վաճառել ինդուլգենցիաներ։ То есть Альбрехт знал, что он сможет выплатить кредит. Այսինքն Ալբրեխտի հաշվարկը սա էր, ինքը գիտեր, որ կարող է իր վարկը մարել։ И Папа Римский знал, что он сможет выплатить кредит. Ռոմի պապն էլ գիտեր։ И все его друзья, они были уверены, что это просто вопрос времени. Իր ընկերներն էլ էին վստահ, ուղղակի մտածում են, որ դա ուղղակի ժամանակի հարց է։ То есть почему? Потому что он сможет с немецких крестьян забрать эти деньги и отдать их своим друзьям. Ինչի որովհետև նա մտածում էր, որ քրիստոնյա այդ գյուղական հասարակությունից նա ուղղակի կվերցնի այդ գումարները ինդուլգենցիաների միջոցով ու կփակի իր պարտքերը։ Они знают предыдущие продажи. Իրենք գիտեն նախորդ վաճառքների չափը։ Они знают, сколько каждое графство соберет денег. Մասշտաբն են պատկերացնում նախորդ վաճառքների թե ինչքան ամեն մի գրաֆությունը հավաքել է по предыдущим годам. նախորդ տարիների ընթացքում։ Да, и поэтому это простое математическое решение. Այսինքն սա ուղղակի պարզ մաթեմատիկական որոշում էր։ Люди с радостью дают ему в долг, потому что они уверены, что он выплатит 100%. Մարդիկ ուրախությամբ իրեն տալիս են պարտք, իմանալով, որ անպայման ինքը կարող է դա վերադարձնել։ Да. Папа Лев X говорит, что эти индульгенции собираются на восстановление собора Петра. Լեո 10-րդ Հռոմի պապը ասում է, որ այս ինդուլգենցիաները հավաքվում են Սուրբ Պետրոսի բազիլիկայի կառուցման համար։ Да, то есть нужно понять, что никакого восстановления не было. Այսինքն պետք է հասկանալ, որ ոչ մի վերակառուցում էլ չկար։ Была стройка нового и очень шикарного собора. Կար կառուցում
նոր ավելի շքեղ տաճարի чрезмерно шикарного. չափից դուրս ճոխ Лев X был одним из самых худших пап эпохи Возрождения. Լեո 10-րդը հանդիսանում էր վերածննդի դարաշրջանի երևի թե վատագույն պապերից մեկը։ Он занимался охотой, он занимался искусством. Նա զբաղվում էր որսով, զբաղվում էր արվեստով։ И, скорее всего, Лютер так и не смог с ним увидеться в Риме, потому что он был на охоте. Եվ ամենայն հավանականությամբ Լութերը չկարողացավ Հռոմում իր հետ հանդիպել, որտեղ ինքը դրանից ինչ-որ մեկով էր զբաղված։ А потом там куда-нибудь уехал что-то там строить. Հետո երևի գնաց որսի, հետո գնաց ինչ-որ բան կառուցելու, ստիպելու։ И действительно, его проекты в искусстве, они стоили сумасшедших денег. Եվ իրոք արվեստի ոլորտում իր պրոյեկտները շատ աստղաբաշխական թվերով էին վաճառվում։ Но на самом деле половина выручки с индульгенцией шла на погашение кредита Фугеру. Якову Фугеру. Բայց իրականում այդ վաճառքներից շատ մեծ տոկոս եկամուտից գնում էր Ֆուգերի պարտքը մարելու վրա։ Да, что это такой за странный человек, Яков Фугер? Այսինչ տարօրինակ մարդ է Հակոբ Ֆուգերը։ Да, наверное, вы не слышали об этом, и очень часто в учебниках по реформации его даже не упоминают. Ըստ երևույթին դուք չեք լսել նրա մասին եւ շատ հաճախ բարեկարգության մասին դասագրքերում նրան չեն ներառում։ Потому что он не хочет, чтобы его упоминали. Որովհետեւ ինքը չի ուզում, որ իրեն հիշեն։ Да, он старался так жить, чтобы его не знали. Նա փորձել է այնպես ապրել, ճանաչել է այնպես апրել, որ իրեն չիմանան։ Потому что этот человек владелец 2% европейского валового продукта. Европейского? Валового продукта всей экономики. Որովհետև ինքը 20%, 20%? 2%. Հա։ Որովհետև նա ուներ իր ձեռքի տակ 2% ամբողջ եվրոպական տնտեսության եկամուտների։ Его называли мировой божий банкир. Նրան անվանում էին համաշխարհային աստվածային բանկիր։ Он был медным и серебряным магнатом. Նա պղնձի եւ արծաթի մագնատ էր։ И его бизнес был по всему миру, в том числе и в Америке. Եվ իր բիզնեսը տարածվում էր ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում նաև Ամերիկայում։ Да, и некоторые считают его самым богатым человеком истории. Եվ անգամ որոշ մարդիկ մտածում են, որ ինքը ամենահարուստ մարդն է պատմության։ Да, то есть нужно понимать, что, например, Билл Гейтс богатый, но его деньги в банке. Պետք է հասկանալ, որ Bill Gates-ը հարուստ է, բայց իր գումարները բանկում են։ Если он пойдет и скажет, дайте мне мои деньги, ему не смогут дать, их просто там нет. Եթե գնասի իմ գումարները տվեք, չեն կարող տալ, որտեղ չկա։ То есть это просто написанные как бы на активах циферки. Այսինքն դրանք ուղղակի իր ակտիվներում նշված թվեր են։ Яков Фугер был по-настоящему богатый. Իսկ Հակոբ Ֆուգերը իսկականից հարուստ էր։ У него деньги были на руках. Իր գումարները իր ձեռքի մեջ էին։ И у него было столько денег, что он финансировал все в Европе. Եվ նա այնքան գումար ուներ, որ ամեն ինչ ֆինանսավորում էր Եվրոպայում։ У него короли занимали деньги на войны. Թագավորները պատերազմի համար Իրանից էին գումար պարտքով վերցնում։ Причем он давал и тому с обоих сторон финансировал. Եվ ինքը երկու կողմին էլ ֆինանսավորում էր պատերազմական վիճակում գտնվող։ Он финансировал избрание папы. Ֆինանսировал избрание папы римского. Նա ֆինանսավորում էր անգամ պապի ընտրությունը։ То есть мы не знаем, если Лев X ему был лично должен, но видно, что они как-то дружат близко. Մենք գիտենք, որ նրանք իրար հետ մտերիմ ընկերություն են անում։ Фугер был главным спонсором дома Хабсбургов. Ֆուգերը Հաբսբուրգների տան գլխավոր հովանավորն էր։ То есть эти правители, которых он поставил, они правили 400 лет. Եվ այն կառավարիչներին, որոնք իրենք նշանակում էին, 400 տարի կառավարում էին։ От Карла V до Первой мировой войны. Կարլոս 5-ից մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ И Яков Фугер создал современный капитализм.
Современный Капитализм. եւ Ֆուկերը հենց մեր ժամանակների կապիտալիզմի հիմնադիրն է։ Да, то есть в католической церкви нельзя было давать деньги в рост. Այսինքն կաթոլիկ եկեղեցում տոկոսով գումար տալ չէր կարելի։ Они писали разные правила, исключения, чтобы как-то разрешить это. Նրանք տարբեր կանոններ էին գրում, փորձում էին այնպես անել, որ թույլ տան դա։ Яков Фугер проплатил медиакомпанию и нанимал людей, чтобы те объясняли папе, что нужно поменять это правило. Եվ Ֆուգերը վճարեց մեդիա կամպանիաներին, որոնք որ կաշխատեին պապի հետ եւ նրան կհամոզեին, որ այդպիսի օրենք մտցնի։ Да, то есть он видел, что в церкви это было запрещено, и банковскую нишу занимали евреи. Եվ նա հասկանում էր, որ դա եկեղեցում համարվում է մեղք եւ այդ բանկի այդ վերաբերական պաշտոնները զբաղեցնում էին հрьяաները, Потому что они как бы не члены церкви. որտեվ եկեղեցու անդամներ չէին։ То есть на них правила церкви не распространяются. Այսինքն իրենց վրա չի տարածվում եկեղեցական կանոնները։ И Яков Фугер объяснял папе Льву X, он говорит, это нужно убрать, нужно поменять, чтобы сделать это общепринятым. Եվ Ֆուգերը փորձում է պապին համոզել, որ դա պետք է փոխել եւ դարձնել ընդունելի։ И Папа Римский меняет правила, он говорит, что, оказывается, можно давать деньги в рост под проценты. Եվ վերջի վերջո Հռոմի Պապը համաձայնում է եւ փոխում է այդ կանոնադրությունը, ասում է, որ կարելի է տալ տոկոսով գումար։ Но добавляет условия, то есть когда можно это делать. Բայց ավելացնում է պայմաններ, թե երբ կարելի է դա անել, ինչ պարագայում կարելի է դա անել։ Если часть кредита – это риск, и если часть кредита – это труд со стороны того, кто выдает кредит. Եթե այդ վարկի մի մասը այն ով որ տալիս է տվողը Да. աշխատել է իր քրտինքով, այդ դեպքում կարելի է։ Тогда это вклад как бы с двух сторон. Այսինքն այսպես ասած լինում է երկու կողմանի ներդրում։ На самом деле, если вы подумаете, что любой кредит, в нем есть элемент риска. Եթե դուք մտածեք ցանկացած վարկի մեջ ռիսկի տար կա։ То есть на самом деле Папа Римский просто убрал это правило. Այսինքն ստացվում է, որ Հռոմ Պապը ուղղակի վերցրեց այդ օրենքը, չեղյալ համարեց։ Да. И вот этот человек, который имел влияние напрямую на Папу Римского, дал деньги Альбреху II. Եվ այն մարդը, որ ուներ ուղղակի ազդեցություն Հռոմի Պապի վրա, տվել էր գումար Ֆրիդրիխին։ Да. То есть просто чтобы вы понимали, насколько это было привязано к мировой системе. Ես ուզում եմ, որ дուք հասկանաք, թե սա ինչ աստիճանի է կապված համաշխարհային այդ համակարգին։ И вот тут, значит, Альбрих понимает, что он закредитован по шею, по максимум. Եվ այստեղ Ալբրեխտը հասկանում է, որ ինքը մինչև պարանոց խրված է պարտքերի մեջ։ Он нанимает самого лучшего маркетолога своего поколения. Եվ ամենալավ մարքետոլոգին իր սերունդի մեջ վարձում է Иоанн Тецель. Յոհան Տեցելին։ Это харизматичный доминиканский проповедник. Նա խարիզմատիկ դոմինիկացի քարոզիչ էր Также он 2 раза был инквизитором. եւ երկու անգամ էլ որպես ինկվիզիտոր է հանդես եկել։ Да, доминиканцы, помните, это лига проповедников. Հիշում եք, չէ՞, դոմինիկացիները դրանք քարոզիչների լիգա էին։ То есть это самые лучшие проповедники Европы. Այսինքն նրանք այս կարգը ամենալավ քարոզիչներն էին Եվրոպայում։ А он лучший из лучших. Եվ նա լավագույնից լավագույնն էր։ И более того, он специалист именно в продаже индульгенций. Եվ նրա մասնագիտացումը հենց ինդուլգենցիաների վաճառքի վրա էր, դրա գծով էր։ Это его карьера, он известен этим. Դա իր կարիերան է, նա դրանով հայտնի է։ И на тот момент самый лучший маркетолог, и причем не один, у него целая команда. Եվ իդեպ, հերիք չի, որ ինքը այդ ժամանակ լավագույն մարքետոլոգն էր, նա մենակ չէր, նա ուներ թիմ։ Он гастролирует с театральной группой.
Նա իր շրջագայությունը անում է թատերական խմբով, с декорациями, которые он везет с собой, մհ, զարդարանքներով, դեկորացիաներով, որով որ անում է իր հետ քաղաքից քաղաք, с рекламными афишами большими, с плакатами. գովազդային պաստառներով մեծ И рекламщики идут впереди него. То есть есть расписание его եւ путешествия. եւ գովազդանողները իրենից առաջ են քայլելով գնում, որ եւ պահած իրենց ձեռքում пահած պաստառների վրա թեցելի ապագա ժամանումների այդ ամսաթվերն են։ За несколько месяцев до того, как он приходит в город, там уже его люди. Մի քանի ամիս առաջ նրա գալուց ցանկացած քաղաք արդեն ինքը այնտեղ ունի իր մարդիկ։ И они рассказывают о том, что едет продажа индульгенции скоро. Եվ նրանք այդտեղ այդ քաղաքում տարածում են, որ շուտով կգա ինդուլգենցիաների վաճառք այս քաղաքում։ Они развешивают объявления везде. Նրանք կախում են հայտարարություններ բոլոր տեղերում։ Они всем рассказывают, какие будут хорошие скидки. Եվ բոլորին պատմում են, թե ինչ լավ զեղչեր են սպասվում։ И они платят влиятельным людям в городе, чтобы те тоже рассказывали об этом, распространяли слухи. Եվ նրանք վճարում են նաև բարձրաստիճան մարդկանց, որոնք տարածելու էին այդ լուրը։ Да. И он еще мастер праздничных скидок. Եվ նա նաև մասնագետներ տոնական զեղչերի։ То есть он строит свой календарь, свой путь таким образом, чтобы в правильные дни попадать в правильный город. Այսինքն ինքը իր օրացույցը այնպես էր դասավորում, որ ճիշտ օրերին ճիշտ քաղաքում հայտնվեր։ Чтобы на празднике он был в самых крупных городах. Որ տոնական օրերին լիներ ամենամեծ քաղաքներում։ Да, потому что он знает, что в больших городах скидки очень хорошо работают. Որտեվ գիտի, որ մեծ քաղաքներում զեղչերը շատ լավ են աշխատում։ Особенно если это какой-нибудь особый праздник или день какого-нибудь святого. Հատկապես եթե դա կարևոր օր է, հատկանշական օր է կամ ինչ որ սուրբի ծնունդի օր է։ Желательно святого покровителя того города в тот день. Ու ցանկալի է դա լինի այն սուրբը, որ հովանավորողն է նաև այդ քաղաքի։ Его ящик для подаяний украшен плакатом. Իր այդ զոհաբերության նվիրատվության արկղը զարդարված է։ И над этим ящиком такая вырезка большая сатаны. Զարդարված է եւ վրայից դուրս է գալիս սատանայի այդ կերպարը։ Что как бы люди, когда они кладут деньги, они спасают души от сатаны. Այսինքն ստացվում է, որ պատկերը սա է, որ երբ որ մարդիկ այդտեղ փող են գցում, հոգիները փրկվում սատանայից։ Это известные его слова: монета в сундуке звенит, душа из чистилища летит. Սա իր հայտնի խոսքերից է, որ երբ որ մետաղադրամը կպնում է այդ արկղի հատակին, հենց այդ ժամանակ խավարանից հոգի է դուրս բրծնում։ Да, и, конечно же, сельские жители, когда они получают такое представление, они ничего похожего в своей жизни не видели. Եվ գյուղական համայնքներում ապրող մարդիկ, երբ որ այդպիսի ներկայացում են տեսնում, իհարկե նրանք իրենց կյանքում երբևէ չեն տեսել նման։ У них нет театра, у них нет кино. Նրանք չունեն թատրոն, չունեն ֆիլմ, Они не видели никогда даже красивые плакаты. նրանք անգամ երբեք գեղեցիկ պաստառներ չէին տեսել։ А тут приезжают люди со сценой, с актерами. Եվ այստեղ արդեն ունենք մարդիկ, ովքեր գալիս են դերասաններով, բեմով, պատրաստված։ Они устраивают представления, они слышат проповеди. Նրանք ներկայացում են կազմակերպում, քարոզ է գնում, իրենք լսում են դա։ Они в первый раз слышат хорошего проповедника. Եվ առաջին անգամ լսում են լավ քարոզչի։ То есть помните, их проповедник, скорее всего, либо вообще не проповедует, либо какой-то ненормальный. Այսինքն հիշում եք, չէ, իրենց քարոզիչը կամ ընդհանրապես չի քարոզում, կամ էլ մի աննորմալ է։ Да, а тут приезжает доминиканец. Եվ ահա այստեղ գալիս է դոմինիկացի։ И у него поставленная речь. Նա ունի շատ սահուն խոսք։ У него сильный голос, который далеко слышно. Նա ունի բարձր ձայն, որ կարող է հեռվից լսվել։
Да. То есть сегодня проповедники пользуются звуковой системой. Այսինքն տեսեք այսօր քարոզիչները օգտագործում են ձայնային համակարգեր։ Да, в древности 90% проповедников просто по физическим качествам не проходили. Իսկ այն ժամանակ քարոզիչների 90% ուղղակի այդ ձայնային տվյալներով չէին կարողանում անցողիկ շեմը հատել։ То есть нужно иметь голос, который далеко слышно. Այսինքն պետք էր ունենալ ձայն, որ հեռվից կլսվեր։ Естественно, у Тецеля как динамик такой. Мгм. Բնականաբար Տեցելը կարծես մի բարձրախոս էր իր հետ տանում։ Люди плачут, когда они его слышат. Մարդիկ լացում էին, երբ որ լսում էին իրեն։ Они могут часами стоять и слушать его наставления. Կարող էին իր ժառանգությունը, իր քարոզը, իր ասելիքը կանգնել եւ ժամերով լսել։ И он, как хороший маркетолог, сначала создает ощущение нужды, Եվ նա որպես լավ մարքետոլոգ սկզբից պահանջարկի զգացում է առաջացնում մարդկանց մեջ а потом уже в конце предлагает продукт. եւ արդեն վերջում իր ապրանքն է ներկայացնում։ И люди в состоянии аффекта, в состоянии переживаний, наслушавшись его, готовы вывернуть свои карманы полностью. Եվ մարդիկ այդ ազդեցության տակ քարոզը լսելուց հետո պատրաստ են ամբողջությամբ իրենց գրպանները դատարկել։ Да, то есть нужно понять, что он не берет деньги от состоятельных людей. Եվ պետք է հասկանալ, որ նա չի վերցնում կարծած մարդկանցից, ֆինանսապես ապահովված մարդկանցից գումարներ։ Он собирает деньги с людей, которые живут все время на грани выживания. Նա այն մարդկանցից է գումար վերցնում, ովքեր շարունակական ապրում են գոյատևման եզրին։ И он приходит к ним после сбора урожая. Եվ նա գալիս է իրենց մոտ բերքահավաքից հետո։ Потому что он знает, что у них тогда есть немножко денег в кармане. Եվ ինչի համար, որտեղ նա գիտակցում է, որ այս ժամանակահատվածում իրենց գրպանում մի փոքր գումար է հայտնվում։ Зимой уже не будет. Այսինքն ձմեռը էլ չի լինի։ И многие люди, они когда вот это делают, они отдают последние деньги, у них зима становится крайне сложной. Եվ այն մարդիկ, ովքեր որ դա անում են, տալիս են իրենց գումարը, իրենց ձմեռը լինում է ծայրահեղ ծանր։ Фредрих Мудрый, третий, очень хорошо все это понимает. Ֆրիդրիխ III իմաստունը դա շատ լավ է հասկանում։ Ему тоже предлагают, давайте мы приедем с индульгенцией к вам, и процент выручки мы дадим вам. Նա իրենց նայել է առաջարկում եկեք գանք ձեզ մոտ եւ այս եկամտից ձեզ տոկոս կտանք, Саксония — это его территория. որտեվ Սաքսոնյան իր տերիտորիան էր։ Он отказывается, он не пускает к себе сборщиков индульгенций. Ֆրիդրիխն ի պուսկայդ Да. եւ երբ որ Ֆրիդրիխին այս առաջարկը լինում է, կանք ձեր մոտից էլ գումար հավաքենք, քեզ կտանք տոկոս, նա ուղղակի չի թողում Սաքսոնիա իրենց։ То есть он понимает, что немцев грабят, что его народ обирают. Որովհետեւ հասկանում է, որ գերմանցիներին իր սեփական ժողովրդին թալանում են։ И потом эти деньги едут в Италию, и они едут к Якову Фугеру. Եվ հասկանում էր, որ հետո այդ գումարները գնալու են Իտալիա, հետո գնալու են Հակոբ Ֆուգերին։ И понимая это, он не допускает своего народа к этому. Եվ դա հասկանալով նա իր ժողովրդին չի թողում այդպիսի բանի մեջ հայտնվեն։ Но есть место, которое называется Ютерборг. Բայց կա այդպիսի մի տեղ Յուտերբորգ, Оно находится в 45 километров от Виттенберга. դա մի հատված է, որ գտնվում է Վիտենբերգից 45 կիլոմետր հեռավորության վրա, Через речку. գետից այն կողմ։ То есть добраться — это где-то идти полдня, день идти, чтобы дойти до Ютербурга из Виттенберга. Կարելի ասել կես օրից մինչև 1 օրվա ճանապարհ է այնտեղ հասնելը։ Да, то есть это не легкая походка, это через трудную местность. Այսինքն հեշտ չի քայլելով այնտեղ գնալ։ И когда в Виттенберге услышали, что в Ютербурге будет Тецель, люди пошли туда. Եվ երբ որ Վիտենբերգում լսեցին, որ Յուտերբորգում լինելու է Տեցելը, արդեն սկսեցին գնալ այնտեղ։ И прихожане
Лютера оказались в Ютербоге. Եվ ցերկվի Да. եւ Լյութերի եկեղեցու անդամները հայտնվեցին Յուտերբոգում, նրանք էլ գնացին։ И когда они приходили к нему на исповедь, они обязаны приходить к нему на исповедь. Եվ երբ որ եկան իր մոտ խոստովանության, որտեղ անպայման էր այդ խոստովանությունը, Это его ответственность делать 2 шага исповеди. որովհետեւ խոստովանության երկու քայլը իր մասն էր անելու։ Да. Удовлетворение, satisfactio и абсолюцию. Satisfaction, այդ բավարարումը եւ այդ թողությունը։ То есть они каются в грехах, и он должен им дать задание, чтобы они что-то сделали дома, и тогда он отпустит их грехи. Եվ այսինքն երբ որ իրեն խոստովանում էին, ինքը պետք է ինչ-որ առաջադրանք տար իրենց, որ տուն անեին, եւ դրանից հետո թողներ իրենց մեղքը։ А прихожане ему выкатывают грамоту. Раскрывают грамоту перед ним. Իսկ այցելուները արդեն իր առաջ ցույց են տալիս, թե ինչ են արել։ Они ему говорят: смотри, у меня есть письмо. Ասում են, նայ, ես ունեմ նամակ, ничего не делать до конца года. որ ոչ մի բան կարող եմ չանել մինչև տարեվերջ։ То есть ты как пастор не можешь мне давать задания на исправление. Այսինքն դու որպես հովիվ ուղղվելու համար չես կարող չտալ առաջադրանք։ А некоторые такую приносят до конца жизни. Իսկ որոշները ընդհանրապես ամբողջ կյանքի համար են այդպիսի գրություն բերում քեզ ցույց տալիս։ Отпущение всех грехов. Այսինքն թողություն բոլոր իրենց մեղքերի համար։ То есть они приходят на исповедь, но делают только 2 первые части. Այսինքն նրանք գալիս են խոստովանության, բայց միայն այդ սկզբի երկու մասն են անում։ Они сожалеют о своем грехе, называют свой грех и уходят. Նրանք զղջում են իրենց մեղքի համար, խոստովանում են եւ գնում են։ А у него в пастве есть люди с серьезными проблемами с грехом. Եվ այնտեղ որտեղ որ ինքը հովվում է, կան մարդիկ, ովքեր որ լուրջ խնդիրներ ունեն մեղքի հետ կապված։ И есть пьяницы. Կան հարբեցողներ։ И получается, что он видит, что они возвращаются в пьянство в итоге и просто продолжают ходить на исповедь, каждый раз каяться и ходить дальше пить. Եվ նա տեսնում է, որ այս մարդիկ ուղղակի ամեն անգամ գալիս են խոստովանության, խոստովանում են, որ հարբեցողությամբ են զբաղվում եւ գնում են շարունակում են այն ինչ անում են։ И Лютер начинает ходить и разбираться, сколько из его прихожан купили себе такие письма. Լյութերը գնում է փորձում պարզել, թե իր եկեղեցու անդամներից քանիսն են այսպիսի նամակներ, այսպիսի գրություններ գնել։ И говорит им: покажите мне, что вам продали. Եվ ասում է ցույց տվեք, թե ինչ են ձեզ վաճառել։ Он, скорее всего, раньше видел индульгенции. Ամենայն հավանականությամբ նա միջ այս պահնել է, տեսել էր ինդուլգենցիաներ, но он, наверное, никогда не видел индульгенцию полную, прощение всех грехов. բայց երևի թե նա չէր տեսել ամբողջական ինդուլգենցիա, այսինքն ամբողջ կյանքի մեղքերի ներման այդպիսի մի գրություն։ И он спрашивает: за сколько вы это купили? Եվ ասում է, ինչքանով եք սա գնել։ Да, то есть это должно стоить, наверное, очень много денег. Երևի թե շատ մեծ կարողություն արժի այս թուղթը։ И люди говорят: 2 флорина. Եվ մարդիկ ասում են երկու, հա, իրենց դրամական միավորն են ասում։ То есть почему так мало, почему так дешево? Եվ նա ասում է, ինչի այդքան էժան։ Была скидка? Այո, պատասխանը հետևյալն է, որ զեղչեր էին գործում։ Да. И вообще-то сначала продавали за 100 флоринов. Որովհետև սկզբում ընդհանրապես 100 ֆլորենով էին վաճառվում։ Но последний день был особенный, и Тецель был такой добрый, он раздал по 2 флорина. Բայց վերջին օրը տեսելը այնպիսի բարություն արեց, որ երկուսով վաճառեց մեզ։ Потому что он увидел, какие мы несчастные, какие мы бедные, и он нам помог. Որովհետև նա տեսավ, թե մենք ինչ խեղճ ենք, ինչ աղքատ ենք, եւ նա մեզ օգնեց 100-ի փոխարեն երկուսով վաճառեց։
Да, и потом уже Лютер понимает, что больше денег ушло даже не на личные индульгенции, а на индульгенции для родственников. Եվ հետո Լյութերը հասկանում է, որ ավելի շատ գումար է ծախսվել ը, ինդուլգենցիաների վրա, որոնք վերաբերվում են մեռած բարեկամներին, այլ ոչ թե մարդկանց սեփական անձի համար գնված։ Он вскипает. Он вскипает злом. Да. Եվ նա արդեն եռում է բարկությամբ։ То есть он видит, что это точно зло, это неправильно. Եվ նա արդեն սկսում է տեսնել, որ դա հաստատ չարիք է, դա ճիշտ չէ։ Мгм. И приходя домой, он выписывает 95 тезисов, Եվ երբ որ գալիս է տուն, գրում է 95 թեզիսներ на латинском языке լատիներեն լեզվով для академических дебатов. ակադեմիական բանավեճերի համար։ То есть эти тезисы, он не обращается к своей пастве, он не обращается к папе, он обращается к своим профессорам. Այսինքն այդ թեզիսներով ինքը չէր չէր դիմում պապականությանը, ինքը դիմում էր ակադեմիկոսներին, այն մարդկանց, ովքեր որ իր հետ նույն մակարդակի վրա էին։ То есть это приглашение на обсуждение в профессурой. Այսինքն դա մի, այսպես ասած, հրավեր էր, որ դասախոսությունը գա, պրոֆեսորները գան, նստեն ու քննարկում լինի։ И он прибивает их на двери церкви, там, где висят другие объявления. Եվ նա դրանք ամրացնում է եկեղեցու դռանը այն հատվածում, որտեղ որ ուղղակի կախված են մնացած հայտարարությունները, Чтобы профессоры могли почитать и потом подготовиться со своими идеями, и они это обсудят вместе. որպեսզի կարդան դասախոսները իր առաջարկած թեզիսները, պատրաստեն իրենց պատասխանները եւ հետո քննարկեն։ И это событие, конечно, взорвало Европу. Եվ իհարկե այդ իրադարձությունը, այդ միջադեպը պայթեցրեց ամբողջ Եվրոպան։ Хорошо, есть вопросы по материалу, который мы прошли за последний час? Կա հարցեր այն նյութի հետ կապված, որ մենք վերջի ժամում անցանք։ Хорошо, давайте сделаем небольшой перерыв на где-то 15 минут Okay. и продолжим в 10:30. Хорошо.